ձեր պատճառով մենք դեռ 4 տարի պետք է sense տանջվենք, ես համաձայն չեմ։ Եվ ուրիշ սխալներ էլ նույնպես կատարվել, բայց մերոնց գիտեք, երբ որ դուք իրանց խորհուրդ եք տալիս, նրանք ամեն ինչ գիտեն, ոչ ոք, ոչ մի բան սխալ չի անում մեր հանրապետությունում, ոչ ոք չի կարող ընդունել, որ ինչ-որ բան սխալ է անել, օրինակ ընդունել, որ հենց այնպես չի, որ մեր ժողովուրդը ասֆալտ տեսնելուց ուրախությունից լաց է լինում։ Ուրեմն ինչ-որ բան եղել է, չէ՞ դրանից առաջ մարդկանց հասցրել են, չէ՞ այս վիճակին։ Ոչ ոք չի ուզում ընդունի, ոչ ոք երբեք սխալ չի ընդունում։ Դրա համար էլ այս վիճակում ենք եւ վերջինը այդ խոսակցությունը նախքին ոչ նախքին։ Այս մարդը նախքին չի, այս լրագրողը նախքին չի։ Տիկին Զորաբյանի ինտերվյուն լսեցի եւ իսկապես ճիշտ է ասում։ Այդ մարտի մեկը, այդ ես Հայաստանում չէի եւ բացարձակ ոչինչ չգիտեմ դրա մասին, բայց ասում են նա այնտեղ էր, չէ՞, այս մարդը այնտեղ չէր։ Ակտիվ դերում էր։ Ահա, դա 20 տարի առաջ չէ։ Ներողություն, դա 20 տարի առաջ չէ։ Մոտ 18։ Հա, այսինքն նախկինները ով են, բանը նախկին չի։ Իր շուրջը այդ մարդկանցից քանի մարդն է, ուղղակի լուսնից են ընկել, նրանք նախկին չեն։ Հետո այդ հիմար խոսակցությունը նախկին ոչ նախկին։ Ինչ է պետք անել։ Եթե դուք ուզում եք ձեր ձայնը տալ նախկին ղեկավարի համար, խնդրեմ տվեք։ Նա իր կուսակցությունը ունի, նա իրավունք ունի մասնակցելու, դուք էլ իրավունք ունեք ձեր ձայնը տալ իր օգտին։ Եթե դուք ուզում եք նոր ուժ, խնդրեմ, կա նոր ուժ։ Ես այդպես գիտեմ։ Ես ոչ մեկին չեմ ճանաչում Հայաստանում, ոչ էլ ուզում եմ ճանաչեմ։ Ես ոչ մի կապ չունեմ ոչ մեկի հետ։ Եթե նոր ուժ կա, պարոն Կարապետյանի ուժը նոր ուժ է, չէ՞։ Իրեն ձեր ձայնը տվեք։ Այս խոսակցությունը ինչի համար է։ Բայց հետո բարձրացեցին այս ցուցակների հարցը, ես էլի ոչ մեկին չեմ ճանաչում, ոչինչ չգիտեմ եւ չեմ էլ ուզում իմանամ։ Իմ ասած այն է, որ այնպիսի մարդկանց ընտրեք, որոնք հեղինակություն ունեն, ում մարդիկ ձայն կտան։ Եթե դուք ասում եք, որ դուք նախկինների հետ կապ չունեք, այնպիսի ցուցակ ունեցեք, որտեղ նախկիններ չլինեն։ Եթե դուք ասում եք, որ մենք նախկինների հետ ենք ուզում, մենք երկրորդ նախագահի հետ ենք ուզում, խնդրեմ։ Այնտեղ առաջադրեք ձեր տեխնացությունը, մարդիկ թող դες դայն տան։ Ինչու է մեր մոտ ամեն ինչ սենց անհնար, ոչ մի տրամաբանություն չկա։ Ես չեմ հասկանում սա ինչ է, սա քաղաքականություն չէ։ Մեր մոտ շատ ցածր է, մեր այդ քաղաքական դիսկուրսների մակարդակը շատ ցածր է, մեր այդ կլանային, օլիգարխային հասարակություն ունենք, ցավոք սրտի եւ ունենք այդ փոքրիկ Նապոլեոնի հիվանդությունը, որը մեզ շատ է խանգարում։